տարեսկզբին քրեակատարողական ծառայությունը արդեն պաշտոնապես հրապարակել է տվյալները, անդրադառնալով ինքնավնասումների թվին 24 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցված արձանագրվել է 205 ազատությունից զրկված անձանց կողմից 626 ինքնավնասման դեպք։ Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել, որ 626 դեպքի մեջ հաշվառված են նաև 101 այն դեպքերը, երբ մենք ուղղակի ունեցել ենք ինքնավնասում կատարելու վերաբերյալ բանավոր հայտարարություն։ Այսինքն, օրինակ ենթադրենք ազատությունից զրկված անձը հայտարարել է, որ կուլ է տվել օտար մարմին կամ մարմնի ինչ-որ հատվածում թուք է ներարկել, ենթադրենք։ Այս վիճակագրությունը մենք ամեն դեպքում հաշվառում ենք, քանի դեռ չունենք հակառակը հավաստող տվյալներ, այսինքն եթե մենք ունենում ենք տվյալներ, որ իրականում դա իրականությանը չի համապատասխանում, չենք հաշվառում, բայց քանի որ հաշվի առնելով այս իրավիճակում հետագա գործընթացը արդեն բժիշկների լիազորության սահմաններում է եւ կարող է առնչություն ունենալ բժշկական գաղտնիքի հետ, ինֆորմացիան հիմնարկը եւ ծառայությունը չեն տիրապետում եւ նաեւ խնդիրը կարող է լինել նաեւ այն, որ ենթադրենք տվյալ անձը, ով հայտարարել է, որ օտար մարմին է կուլ տվել, հնարավոր է, որ նախկինում ինքը օրինակ մեկ անգամ կամ մի քանի անգամ մի քանի օտար մարմին է կուլ տվել, նույնիսկ բժշկական հերթական զննությունը չի կարող հավաստել դա նախկինում կուլ տված օտար մարմիններ են, թե նույն։ Ուստի այս առումով, որպեսզի շատ չխորանանք նաև այս նրբությունների մեջ, մենք ցանկացած դեպք, երբ որ ունենք բանավոր հայտարարություն եւ չունենք հակառակը հավաստող փաստ, արձանագրում ենք։ Ուզում եմ նշել, այդուհանդերձ լինում են դեպքեր, երբ թեև դուք նշեցիք, բժշկական գաղտնիք է, բայց հակառակը փաստող ապացույցներ են լինում։ Այո, լինում են դեպքեր, որ հակառակը հավաստող ապացույցներ լինում են, ինչի պարագայում մենք այդ հաշվառումը չենք անում։ Անցյալ տարվա ընթացքում, քանի որ ես ինքս անձամբ եմ զբաղվել հաշվառմամբ, այդպես մի քանի դեպք, շատ քիչ դեպքեր եղել են, որովհետև նաև հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը, հատկապես մեծ քրեակատարողական հիմնարկները, որտեղ էլ հենց մեծ թվով արձանագրվում են ինքնավնասումների դեպքերը, նաև պայմանավորված այդտեղ պահվող անձանց քանակով հնարավոր չի լինում շատ ոնց որ պահել այդ հետևողականությունը եւ ի վերջո հասկանալ, ուստի այդ առումով մեր քաղաքականությունն այն է, որ քանի մենք չունենք հակառակ ապացուցող փաստ, արձանագրում ենք որպես ինքնավնասում։ Թվի աճի հետ կապված ուզում եմ ձեզ նշել, որ նախորդ տարվա ընթացքում առհասարակ ազատությունից զրկված անձանց քանակակազմը բավականին մեծ թիվ է կազմել եւ նախորդ տարվա համեմատությամբ աճ է գրանցվել։ Ես ձեռքիս տակ ունեմ վերջին մի քանի տարիների ընթացքում այսպես տոկոսային հարաբերակցություն, թե ինչքան է եղել եւ դրանից բխող մի քանի պատճառների մասին էլ անդրադարձ կանենք, հիմա փորձեմ ձեզ ներկայացնել, ուրեմն ունեմ ձեռքիս տակ վերջին 5 տարիների վիճակագրությունը, 20 թվականին ինքնավնասում կատարած անձանց քանակը հարաբերակցության մեջ հատուկ քանակակազմի ընդհանուր թվականակին տարվա ընթացքում, ընդ որում պետք է նշեմ, որ սա միջին թվականակ է, այսինքն շարժը ինչքանով որ եղել է, այսինքն տվյալ պահին կարող է ԿԿՀ-ում այդքան անձ ԿԿՀ-ներում չլինի, բայց տարվա ընթացքում այդքան անձ մուտք ելք է ունեցել։ Կազմել է 2020 թվականին 11.5%, 21 թվականին 8.3, 22 թվականին 7.9, 23 թվականին 6.3 եւ 24 թվականին 7.9։ Իհարկե այսպես բանավոր հետևելը դժվար է, բայց ամենաբարձր թվականակը եղել է 2020 թվականին, այնուհետև 21 թվականին։ Ճիշտ ասած, այս առումով ես կփորձեմ հիմա նաև ձեր հետ կիսվել իմ մասնագիտական դիտարկումներով որպես հոգեբան, հիմնական ենթադրությունը նրանում է հնարավոր բացատրությունը, որը իհարկե հետազոտման կարիք ունի։ Տեսեք, 20 թվականին եւ 21 թվականին այդ տարիներն են եղել, որ համաճարակի պատճառով ել ավելի խստացված է եղել քրեակատարողական հիմնարկներում մուտքը եւ ելքը։ Ելնելով այս ինֆորմացիայից, ինչպես նաեւ ելնելով այն ինֆորմացիայից, որ հիմնականում ամենաշատ ինքնավնասման դեպքերը արձանագրվում են այն քրեակատարողական հիմնարկներում, ովքեր որտեղ մարդիկ պահվում են ավելի փակ խցային պայմաններում, ելնելով իրենց անվտանգային գոտու եւ պայմանների պահանջից,
ավելի շատ ինքնավնասում անում են այն անձինք, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն։ Այսպիսի մի հետաքրքրական սահմանափակ հնարավորություններ նկատի ունեմ ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական օրինակ ժամանցը առօրյան տնօրինելու առումով ու ավելի շատ հնարավորություն ունեն շփումների, ոչ թե սահմանափակ հնարավորություններ բառի բանի իմաստով, էլի։ Մենք ունենք այսպիսի նաև դիտարկումներ, անձը, ով գտնվել է խցային պայմաններում, տարվա մի մասը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, հայտարարել է հացադուլներ, սակայն դատավճռի եւ իրակարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված, երբ որ տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվել է արդեն կացարանային պայմաններում, ինչը ենթադրում է ավելի շատ սեփական տարածք, սեփական ժամանակը տնօրինելու հնարավորություններ, ընդհանրապես այլևս չի կատարել որևէ ինքնավնասում։ Սա, եթե իմ որպես հոգեբան մասնագիտական տեսակետը, գիտեք, հոգեբանության մեջ գոյություն ունի նաև ավտոնոմիայի կամ ինքնուրույնության պահանջմունք, արդեն մի քանի տասնամյակներ է այս տեսությունը լայն շրջանառվում է ավտոնոմիայի եւ կոմպետենտության, այսինքն մարդը ինչքան կարողանում է ինքնուրույն տնօրինել սեփական կյանքը, ինքնուրույն որոշումներ կայացնել եւ կախված չլինել այլ անձանց որոշումներից ուղղակիորեն, այդ դեպքում բնականաբար ինքը իր սուբյեկտիվ բարեկեցության աստիճանը ավելի բարձրանում է, բայց քանի որ մենք ունենք խցային փակ պայմաններ, որտեղ առօրյան եւ ընդհանուր տվյալ անձի կենսագործունեությունը շատ բազմազան չի եւ չի տարբերվում, հա, օրերի միջև, այս առումով բնականաբար սրվում են դեստրուկտիվ վարքային ձևերը։ Այսինքն վիճակագրությունը, որ դուք ներկայացրեցիք, եթե կենտրոնանանք 2024-ի, հա, ուղղությամբ, այդ ամբողջ վիճակագրությունը կարելի է ասել հենց փակ խցային պայմաններում, հա, Տեսեք, ամենաշատ ինքնավնասումների դեպքերը արձանագրվել են Արմավիր եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Եթե մենք բաց ենք թողում այն հանգամանքը, որ այդտեղ պահվում ամենաշատ անձինք են պահվում, ազատությունից զրկված անձինք, մյուս հնարավոր բացատրությունը այն է, որ այդտեղ պահվում են հիմնականում կամ կալանավորված անձինք, ովքեր էլի խցային պայմաններում են պահվում, կամ բարձր անվտանգային գոտում կամ միջինի խիստ անվտանգային գոտում պահվող անձինք, որը էլի ենթադրում է խցային պայմաններ։ Շատ լավ, մի հարց էլ եւ անցնենք առաջ, նշեցիք կալանավորներ եւ դատապարտյալներ, ինքնավնասման դեպքեր ավելի շատ կա այդպես քարտեզագրում, հա, կալանավորների թե դատապարտյալների մոտ լինում։ Շնորհակալություն հարցի համար, դուք ոնց որ իմ մտքի շարունակությունը որսացիք, ուզում էի ներկայացնել, իհարկե այս վիճակագրության հավաքագրումը իրենից բարդություն է ենթադրում, որովհետև հնարավոր են դեպքեր, որ տվյալ անձը միաժամանակ ունի երկու կարգավիճակ, այսինքն ինքը նախկինում արած հանցագործության համար արդեն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հանդիսանում է դատապարտյալ, օրինակ մեկ այլ գործով անցնում է դեռ ընթացիկ փուլերում, փաստացի եթե կալանավոր կոչումը չունի, ամեն դեպքում ինքը անցնում է նոր գործով։ Ուստի այս առումով ոնց որ մաքուր ֆիքսել տվյալ անձը ինչ փուլում է գտնվում դատավարական process-ների իմաստով փոքրինչ բարդություն է ներկայացնում, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք այս նրբությունները հաշվի չառնելով վիճակագրություն վարել եւ հետաքրքրական է վիճակագրությունը նրանով, որ ավելի շատ ինքնավնասումներ անում են կալանավորված անձինք, քան դատապարտյալները։ Մասնավորապես 24 թվականի ընթացքում 144-ը 205-ից եղել են կալանավորված անձինք, իսկ 61-ը դատապարտյալներ։ Նաև պետք է նշեմ, որ այս տենդենսը շարունակվում է նաև նախորդ դիտարկվել է նաև նախորդ տարիների ընթացքում, որ ավելի շատ կալանավորված անձինք են իրականացնում ինքնավնասումներ, ինչի մեկնաբանությունը նաև պայմանավորված կարող է լինել նրանով, որ տվյալ անձինք ավելի շատ անորոշության վիճակում են գտնվում, այսինքն ցանկացած պահի փոփոխություն, քննչական գործողություններ, դատավարական process-ներ, գործընթացներ, սրանք բոլորը ստրեսորներ են հանդիսանում, որ կարող են հրահրել անձի մոտ ապակառուցողական վարք։ Եվ քանի որ պատճառների մասին դուք նաև հարց տվեցիք, ուզում եմ նշել, որ 24 թվականին
Հիմա ես իմ մոտ առանձնացված ունեմ 3 խումբ գլխավոր պատճառները։ Պետք է նշեմ նաև, որ պատճառների քանակը շատ հաճախ չի համապատասխանում հենց դեպքերի քանակին, որովհետև մի դեպքով անձը կարող է մեկից ավել պատճառներ ներկայացնել, բայց ձեզ կներկայացնեմ, թե վերջին էլի 22 թվականից սկսած հիմնական ոնց որ առաջին 3 տեղում գտնվող պատճառների խումբը որոնք են։ 24 թվականին առաջին տեղում գտնվել է դատապարտյալների հիվանդանոց քաղաքացիական բժշկական կենտրոն տեղափոխվելու ցանկությունը, առողջական, դեղորայքի եւ բուժանձնակազմի հետ կապված խնդիրներ եւ պահանջներ։ Այստեղ ուզում եմ նաեւ հատուկ շեշտադրել, որ ցանկացած, քանի որ մենք իրականացնում ենք ցանկացած ինքնավնասման դեպքի մասին արձանագրում ու քանի որ պատճառը դրանք բարձրաձայնված պատճառներն են, հնարավոր է, որ օրինակ դա անձի սուբյեկտիվ գնահատականը լինի, որ օրինակ ենթադրենք իր դեղորայքը չի համապատասխանում կամ քանակը քիչ է, այս առումով մենք անձի կողմից բարձրաձայնված պատճառների մեկնաբանություն ենք անում, վիճակագրություն ենք վարում։ Երկրորդ տեղում նյարդային լարվածություն, հոգեկան անկայուն, անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվելն է որպես բարձրաձայնված պատճառ։ Եվ երրորդ մեծ խումբը դա քրեակատավական հիմնարկի կամ ծառայության կողմից կայացված որոշումների հետ անհամաձայնությունն է, այստեղ եւս մասնավորապես ինչ որոշումների մասին է։ Հիմնականում օրինակ ոչ թե հիմնականում, այլ օրինակ որպես բարձրաձայնվող պատճառներ կարող են նշել ենթադրենք խուզարկության հետ անհամաձայնությունը, այսինքն խուզարկության ընթացքում խոչընդոտելու փորձը, իր վերաբերյալ կայացված ենթադրենք պատժախոց տեղափոխվելու կամ տուժի ենթարկելու որոշում, կամ կարող է լինել անվտանգային գոտու հետ կապված փոփոխություն եւ նմանատիպ մի շարք կամ արգելված իրերի հայտնաբերում։ Այս դեպքերում ոնց որ որպես պատճառ դա են նշում պատճառն է։ Այո, պետք է նշեմ, որ 22 թվականի նույն վիճակագրությունն է եղել, այսինքն առաջին 3 տեղերում էլի հերթով գտնվել են առողջական խնդիրների, նյարդային լարվածության, անկայուն հոգեվիճակի եւ որոշումների հետ կապված անհամաձայնությունը եւ նույն վիճակագրությունը նաեւ 23 թվականին է դիտարկվում, ավելի հաճախ հանդիպող պատճառների խումբը դա նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներին անհամաձայնությունն է, քանի որ խոսեցին կալանավորված անձանց մասին, օրինակ կարա լինի տվյալ անձի սուբյեկտիվ գնահատականը, որ իր նկատմամբ արդար քննություն չի իրականացվում, որպես որոշում կարող է լինել ենթադրենք կալանավորման որոշման երկարաձգումը կամ առհասարակ հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, կարող է լինել դատական նիստերի հետ կապված որոշումներ, չգիտեմ, հանրային պաշտպանի կամ չգիտեմ դատավորին որպես ոչ կոմպետենտ որակելու, այսպիսի բոլոր սուբյեկտիվ բարձրաձայնված պատճառ։